Կոտայքի մարզի Արտամետ գյուղի ճանապարհահատվածն է, ասֆալտ փռիչ սարքից ձայնն ու 4 տեսակի գլդոնների աղմուկը մեկ շաբաթից ավել է այստեղ չեն լռում։ Կոտայքի մարզի 4 գյուղերը՝ Քանաքեռավան, Մրգաշեն, Արտամետ, Նորգեղի, իրար կապող հանրապետական նշանակության ավտոճանապարհի այս հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել էր 2 տասնամյակ առաջ, եւ ճանապարհի քիչ թե շատ բարվոք վիճակը մինչ այս պահը պահպանում էին փոսալցումները։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ճանապարհաշինության համար նախատեսված գումարի որոշ մասը տրամադրվեց այս ճանապարհի հիմնանորոգման համար։ 4.6 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները սկսվեցին անցյալ տարի Մրգաշեն գյուղից, 1.6 կիլոմետր երկարությամբ հատվածից։ Ճանապարհի մնացյալ հատվածը, որը նախորդից կրկնակի անգամ ավելի է, ճանապարհաշինարարները պետք է կառուցեն մինչև ամառվա ավարտը։ Ծածկի աշխատանքները կավարտվեն 15 օրվա ընթացքում, որից հետո կողմնակների, մուտքերի, իջատեղերի ասֆալտապատումը իրականացվի։ Իդեպ ճանապարհահատվածում առկա ջրանցքները հատող այս երկու կամուրջների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել էին անցյալ տարի, եւ այն, որ ճանապարհի հիմնանորոգումը եւս կավարտվի նախանշված ժամկետից շուտ, այստեղ ոչ ոք չի կասկածում։ Առկա են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու տեխնիկան, 18 ճանապարհաշինարարներն էլ աշխատում են մեկ մարդու պես։ Գրեթե ամեն օր շինհրապարակում են լինում նաև Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի ՑԻԿ պետական հիմնարկի մասնագետները։ Մեր այցի ժամանակ օրինակ աշխատանքներին հետևում էր տնօրենը Էմիլ Սարգսյանը։ Ճանապարհի նկատմամբ իրականացվում է տեխնիկական հսկողություն ամենօրյա, որի մասին պարբերաբար զեկուցվում են տրանսպորտի եւ կապի նախարար պարոն Բեգլարյանին։ Կատարվում են բոլոր անհրաժեշտ պահանջվող փորձարկումները, բացառում ենք որևէ որակի հետ կապված որևէ խնդիր, ունենալու ենք շատ որակյալ ճանապարհ։ Կառուցվող ճանապարհի որակի մասին զրուցեցինք ամենօրյա տեխնիկական փորձաքննություն իրականացնող Արտակ Թովմասյանի հետ։ Պարոն Թովմասյանը նախ ներկայացրեց որակի վերահսկողության կարգը։ Շինարարության տեխնիկական հսկողությունը իրականացվում է ամենօրյա չափագրումների միջոցով, ինչպես նաև կատարվում է լաբորատոր փորձարկումներ համապատասխան ասֆալտաբետոնի խառնուրդի բաղադրիչների նախնական փորձարկման եղանակով, որից հետո թույլ է տրվում իրականացնել ասֆալտաբետոնի խառնուրդ, կատարվում է խառնուրդի պատրաստի փորձանմուշի լաբորատոր փորձարկում, նոր միայն ասֆալտաբետոնի խառնուրդը մեքենաներով տեղափոխվում է շինհրապարակ։ Այստեղ շինհրապարակում արդեն փռված ասֆալտի տարբեր հատվածներից պատահականության սկզբունքով վերցվում են փորձանմուշներ, որոնք եւս անցնում են լաբորատոր փորձարկման փուլը։ Դրական արդյունքի դեպքում տրվում է ճանապարհի շահագործման թույլտվություն։ Վերադառնալով կառուցվող այս ճանապարհահատվածին մեր զրուցակիցը փաստեց. Որպես տեխնիկիչ ես հավաստիացնում եմ, որ աշխատանքների որակը համապատասխանում է շինարարական ստանդարտներին եւ նորմերին։ Իդեպ պարոն Թովմասյանը նկատեց, որ այսօր կառուցվող ճանապարհների որակը շատ ավելի բարձր է, քան օրինակ 1 տասնամյակ առաջ։ Սա արդյունքն է նոր տեխնոլոգիաների, մեքենամեխանիզմների օգտագործման, ինչպես նաև ավելի պրոֆեսիոնալ ճանապարհաշինարարների առկայության։ Նաև ճանապարհը կառուցող ընկերությունների ներկայացվող պահանջներն են խստացվել, ինչից միայն շահում է ճանապարհի որակը։ Մինչ պետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների կառուցման ընթացքն այս պահին շարունակվում է հանրապետության մյուս մարզերում եւս։ Ճանապարհների կառուցման համար ֆինանսական միջոցները տրամադրվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ Համաշխարհային բանկի կողմից։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն։